Հայերի այս մասը, այս հատվածը միշտ ցարի վրա մեծ հույս ունի։ Նաև առաջին համաշխարհային պատերազմ, երբ որ ցարը եկավ Թիֆլիս, գնացին հանդիպեցին, Նիկոլայ առաջին ասեց, որ երկրորդը ձեզ տալու եմ ազատություն, գնացին ցեղասպանվեցին, հետո ոչ Նիկոլայ եղավ, ոչ էլ ազատություն եղավ, ոչ էլ բան, հասկանում եք ոնց, այսինքն ռուսական ձեռագիր է, հայկական տխմարություն է հատվածի, հավատալ իրենց եւ այլն, այսպես ասեմ, դրա համար բան չկա, իրենք ինչ են ասելու, կասեն, կհոխորտան, բայց մենք տեսնում ենք, ես գիտեք, որ բոլորը գիտեն, ամեն շաբաթ 6 տարի շրջաններում եմ, այդ արգահատանք ունեն, դրա նկարները, որ տեսնում են, մարդիկ հայոյում են, ասում են, էսի չէ, էսի լցրել է իրան նկարները, բան է, էսին քլոսն է, մլոսն է, ինչ է ասում, ինչ է ուզում, բայց իրենք անում են, ասք, կարող է փող են լվանում դրանով։ Ձեր բառերով ասած, ցարի հայտնի հայտարարությունը իրենց ավելի շատ օգնեց, թե խանգարեց, այն իմաստով, որ հիմա ինչ ռուսներն անեն, քանի որ պատմական պրոգրեսին դեմ են անում, Հայաստանում վատ է լինելու։ Ռուսները ճիշտ կանեն չխոսեն։ Օրինակ Մարիա Զախարովան չխոսի, նորմալ կլինի։ Լավրովը չխոսի, նորմալ, ուրեմն էլ մի ամիտ չկա Պուտինին հավատա եւ այլն։ Մի մասի իհարկե կա, բայց չխոսեն էլ, բա ոնց միջամտեն։ Իրենց որովհետեւ Հայաստանում ոչ թե ընդրությունների հարցն է, այլ իշխանափոխության հարցն է, այսինքն աննորմալ վիճակ առաջացնել, գրավել եւ այլն, բայց ոնց է։ Բայց իրենց վիճակը այնքան վատ է, որ անձամբ Վլադիմիր Պուտինն է ներգրավել այդ խոսակցությունների մեջ։ Բա եթե լավ լիներ վարչապետին, խնդրում էր, թողեք ռուսներ, ասում է, թողեք ռուսները անցնեն իշխանություն։ Ինչ էր ասում, ասում է ռուսական չէ կուսակցություններ, նախ ինչ իրավունքով է ռուսական կուսակցություններ ստեղծել։ Ես ասում եմ, ռուսական կուսակցություններ ագենտուրա է ռուսական, ինչպես ժամանակին կոմունիստական կուսակցությունների ինտերնացիոնալում։